Երբևէ մտածել եք, թե ինչու Հիսուսը կարողանում էր հանգիստ մնալ, երբ շուրջը աշխարհը փլուզվում էր։ Մտածեք դրա մասին։ Բուռն փոթորիկը սպառնում է խորտակել նավակը, աշակերտները խուճապի մեջ վազվզում են այս ու այն կողմ, իսկ այդ ամբողջ քաոսի մեջտեղում Հիսուսը քնած է։ Կարող եք պատկերացնել, թե ինչպես կարող է մեկը այդպիսի խաղաղություն ունենալ, երբ ամեն ինչ կարծես կորած է։ Ավելին, անարդար մեղադրանքների, դավաճանության, խաչի անտանելի տառապանքների և նույնիսկ մահվան առաջ Հիսուսը մնում էր հանգիստ, հավասարակշռված և հաստատակամ։ Ո՞րն էր նրա գաղտնիքը։ Ինչպես կարողանում էր նա քաոսը վերածել խաղաղության։ Իսկ հիմա պատկերացրեք, որ դուք կարող եք կիրառել այդ նույն դասերը ձեր կյանքում։ Պատկերացրեք, թե ինչպես կարող եք հանդիպել ամենօրյա մարտահրավերներին, անհանգստությանը, անորոշությանը, կոնֆլիկտներին, նույն խաղաղությամբ, որ դրսևորում էր Հիսուսը։ Արդյոք դա չէր փոխի ամեն ինչ։ Հիսուսի թողած դասերը խաղաղության զորության մասին յուրաքանչյուրը կարող է փոխել այն, թե ինչպես եք դուք հաղթահարում ստրեսը, դժվարությունները և փոթորիկները, որոնք առաջանում են ձեր ճանապարհին։ Բայց ուշադրություն, վերջին դասը ամենակարևորն է բոլորից, հենց նա է կապում ամեն ինչը միասին, և դուք չեք կարող բաց թողնել այն։ Ուստի մնացեք ինձ հետ մինչև վերջ, որովհետև հենց այնտեղ է թաքնված այն պատասխանը, որ դուք փնտրում եք։ Առաջին խաղաղությունը փոթորկի մեջտեղում, Հիսուսը քնած նավակում։ Պատկերացրեք այդ տեսարանը։ Քամին փչում է անհավատալի ուժով, ալիքները լցվում են նավակի մեջ, աշակերտները խուճապի մեջ մտածում են, որ չեն փրկվի։ Ամեն ինչ կարծես դուրս է եկել վերահսկողությունից, իսկ Հիսուսը քնած է։ Այո, քնած։ Շատերի համար անհնար կլիներ հանգստանալ քաոսի գագաթնակետին, բայց Հիսուսը վստահ էր, որ Աստված վերահսկում է ամեն ինչ։ Աշակերտները հուսահատությունից պատված արթնացնում են Հիսուսին շտապողաբար։ Վարդապետ, միթե քեզ չի հետաքրքրում, որ մենք կորչում ենք։ Հիսուսը վեր կենում է, նայում փոթորկին և միայն մեկ խոսքով՝ լռիր, հանգստացիր։ Բուռն ծովը վերածում է բացարձակ հանգստության։ Բայց ահա էությունը, դասը կայանում էր Հիսուսի ներքին խաղաղության մեջ։ Մենք հաճախ հայտնվում ենք նույն նավակում, ինչ աշակերտները։ Կյանքի փոթորիկները, ֆինանսական խնդիրներ, ընտանեկան ճգնաժամեր, հիվանդությունները հարձակվում են անհավատալի ուժով, և մեր առաջին ռեակցիան խուճապն է։ Մենք կորցնում ենք վերահսկողությունը և տրվում անհանգստությանը։ Բայց Հիսուսը ցույց է տալիս, որ իսկական խաղաղությունը չի կախված հանգամանքներից, այլ մեր սրտի վիճակից։ Հիսուսի հարցը աշակերտներին ուղիղ էր. Ինչու եք այդքան վախկոտ։ Մեզ մարտահրավեր նետելով այլ կերպ նայել վախին և անհանգստությանը։ Խաղաղությունը հավատքի ակտ է։ Երբ մենք ընտրում ենք վստահել Աստծուն, մենք հայտարարում ենք մեր վստահությունը նրա գերիշխանությանը, նույնիսկ եթե կյանքի ծովը անզսպելի է թվում։ Իսկ հիմա ուզում եմ հարցնել քեզ. ի՞նչն է այսօր գողանում քո խաղաղությունը։ Ի՞նչն է ստիպում քեզ գիշերները չքնել և հավատալ, որ նավակը շուտով կխորտակվի։ Հիսուսը կոչ է անում մեզ գտնել խաղաղություն նրանում, ճիշտ այնպես, ինչպես նա քնած էր նավակում։ Նա մեզ սովորեցնում է հանգստանալ Աստծո մեջ, որովհետև ժամանակին նա կհանգստացնի ցանկացած փոթորիկ։ Ինչպիսի պայքար էլ լինի քո կյանքում, հիշիր, Աստված չի կորցնում վերահսկողությունը։ Փոթորիկը կարող է մեծ լինել, բայց Աստված, ով քեզ հետ է, ավելի մեծ է։ Խաղաղության ընտրությունը վստահության ընտրություն է, իսկ վստահությունը բերում է այն խաղաղություն, որ աշխարհը չի կարող բացատրել։ Սա այն խաղաղությունն է, որ առաջարկում է Հիսուսը, նույնիսկ երբ ամեն ինչ շուրջը փլուզվում է։ Երկրորդ, լռությունը, որ զինաթափում է։ Պատկերացրեք, որ կանգնած եք մարդկանց առաջ, ովքեր անարդար մեղադրում են ձեզ։ Բնական ռեակցիան պաշտպանվելն է, ապացուցել նրանց սխալ լինելը, գոռալ, որպեսզի բոլորը իմանան ճշմարտությունը։ Հիմա մտածեք Հիսուսի մասին, ով Պիղատոսի դատարանում ընտրեց լռությունը անարդար մեղադրանքների առաջ։ Սա զարմանալի խաղաղության և անհամեմատ զորության ակտ էր։ Մատթեոսի ավետարանում Պիղատոսը զարմանում է. «Չես լսում, թե քանիցս եմ վկայում քո դեմ»։ Բայց Հիսուսը չպատասխանեց։ Նա գիտեր, որ իր առաքելությունը չի կախված ուրիշների կարծիքից, և իսկական արդարությունը կգա Աստծուց։ Հիսուսի լռությունը դատարկ չէր, այլ լի իմաստով։ Լռություն, որ արտահայտում էր վստահություն, խաղաղություն և համոզվածություն։ Քանի անգամ ենք մենք հայտնվում նման իրավիճակներում՝ անարդար դատապարտված, քննադատված կամ սխալ հասկացված։ Մեր առաջին ռեակցիան վիճելն է, հաճախ շարժված զայրույթով կամ հպարտությամբ։ Բայց Հիսուսը մեզ սովորեցնում է, որ լռությունը կարող է լինել ամենազորեղ պատասխանը։ Լռությունը զինաթափող է։ Հիսուսի լռությունը պասիվ չէր, նա չէր անտեսում կատարվողը, բայց ընտրեց չկառավարվել հանգամանքներով։ Իսկ դու ինչպես ես արձագանքում, երբ քեզ անարդար մեղադրում են։ Խաղաղությունը կոչ է անում մեզ հետ քայել և հիշել, որ ոչ ամեն մարտահրավեր մերն է։ Որոշ մարտեր Աստծո են։
Այս դասը ստիպում է մեզ մտածել, արդյոք մենք չենք վատնում մեր էներգիան փորձելով արդարանալ, թույլ տալով ուրիշների խոսքերին խլել մեր խաղաղությունը։ Երբ մենք ընտրում ենք վստահել Աստծուն, թույլ տալով, որ նա խոսի մեր փոխարեն, հավատացեք, նա միշտ խոսում է ժամանակին։ Հիսուսի խաղաղությունը մեղադրանքների առաջ մեզ սովորեցնում է, որ մեր խաղաղությունը չի կախված իրավիճակի վերահսկողությունից, այլ վստահությունից, որ Աստված մոտ է մեզ։ Մեզ պետք չէ ոչ ոքի ոչինչ ապացուցել։ Ինչպես Հիսուսը, մենք կարող ենք հաստատուն կանգնել, իմանալով, որ Աստված գիտի ճշմարտությունը։ Ուստի հաջորդ անգամ, երբ ճշմարտ տակ հայտնվես, հիշիր Հիսուսի օրինակը։ Խոր շունչ քաշիր, ընտրիր խաղաղությունը եւ թույլ տուր, որ Աստված դառնա քո պաշտպանությունը։ Երբեմն լռությունը խոսում է ավելի բարձր, քան 1000 խոսքեր։ Երրորդ, խաղաղությունը, որ հոգ է տանում, բարի սամարացին։ Երբևէ անցել ես տարապող մարդու կողքով եւ չես կանգնել չխառնվելու համար, այս պատմությունը մեզ մերկացնում է։ Մի հրյա ծեծված, կողոպտված եւ կիսամեր թողնված էր ճանապարհի եզրին։ Քահանան եւ Ղևթացին տեսան նրան, բայց անցան կողքով։ Նրանք շտապում էին։ Միայն սամարացին, այն մարդը, ումից չէին սպասում այդ տերը, կանգ առավ։ Առաջին դասը ակնհայտ է։ Խաղաղությունը թույլ է տալիս տեսնել, մինչ ուրիշները շտապում էին, սամարացին տեսավ այդ մարդուն։ Նա մոտեցավ, վիրակապեց վերքերը եւ ծախսեց իր ժամանակն ու միջոցները փրկելու կյանքը։ Աշխարհում որքեղ բոլորը ինչ որտեղ են վազում, քանի անգամ է շտապողականությունը խոչընդոտում մեզ տեսնել ուրիշների տառապանքները։ Մենք այնքան խորասուզված ենք մեր խնդիրներում, որ մոռանում ենք շուրջը նայել, բայց բարի սամարացու օրինակը ցույց է տալիս, որ իսկական խաղաղությունը ակտիվ է։ Այն մեզ մղում է կարեկցանքի, նույնիսկ երբ դա անհարմար է կամ զոհողություն է պահանջում։ Այստեղ խաղաղությունը վերածվում է սիրո ակտի։ Սամարացին կարող էր անտեսել իրավիճակը, բայց ընտրեց կանգ առնել։ Նա որոշեց տարբերություն դառնալ։ Սա մեզ սովորեցնում է, որ երբ օգնում ենք, մենք արտացոլում ենք Հիսուսի սիրտը եւ աշխարհին ցույց տալիս, թե ինչ է նշանակում սիրել մերձավորին ինչպես ինքդ քեզ։ Հիմա հարցնում եմ քեզ. քանի օգնության հնարավորություն ես բաց թողել։ Հնարավոր է Աստված այսօր ուղարկում է մեկին քո ճանապարհին։ Ընտրիր խաղաղությունը, կանգ առ, տեսիր, օգնիր, ինչպես բարի սամարացին։ Խաղաղությունը, որ հոգ է տանում, փոխակերպում է ոչ միայն մյուս մարդուն, այլև մեզ։ Օգնության ձեռք մեկնելով, մենք զգում ենք այն իսկական խաղաղությունը, որ գալիս է, երբ ապրում ենք այնպես, ինչպես ապրեց Հիսուսը։ Չորրորդ. մենության զորությունը։ Հիսուսը անապատում աղոթքի մեջ։ Երբևէ զգացել ես մենակ մնալու անհրաժեշտություն, պարզություն եւ զորություն գտնելու համար։ Աղմկոտ աշխարհում, որտեղ մեզ անընդհատ ռմբակոծում են տեղեկատվությամբ եւ պահանջներով, մենությունը անհարմար է թվում, բայց Հիսուսը ցույց է տալիս, որ լռությունը կարող է փոխակերպող լինել։ Մկրտությունից անմիջապես հետո եւ իր ծառայությունը սկսելուց առաջ Հիսուսը Սուրբ Հոգով տարվեց անապատ, որտեղ ծոմ պահեց 40 օր։ Այնտեղ նա բախվեց քաղցի, հոգնածության եւ սատանայի ամենախորամանկ գայթակղություններին։ Անապատը մեկուսացման, մենության խորհրդանիշ է, եւ հենց այդտեղ Հիսուսը գտավ զորություն, պարզություն եւ խաղաղություն։ Հիսուսը մեզ սովորեցնում է, որ այն խաղաղությունը, որ մենք այդքան փնտրում ենք, չի կարելի գտնել քաոսում, այլ միայն Աստծո հետ լռության մեջ։ Երբ մենք հեռանում ենք աշխարհի աղմուկից, փնտրելու Աստծո ներկայությունը, մենք գտնում ենք այն խաղաղությունը, որ ամրացնում է հոգին եւ պատրաստում մեր միտքը ամենամեծ փորձություններին։ Գայթակղությունները, անմիջական բավարարվածության ձգտումը, զորության եւ աշխարհի ճանաչման ծարավը բոլորում Հիսուսը դիմադրեց խաղաղությամբ եւ վստահությամբ, օգտագործելով Աստծո խոսքը որպես իր զենք։ Մարդ միայն հացով չի ապրի, այլ ամեն խոսքով, որ բխում է Աստծո բերանից։ Մատթեոս 4:4։ Դասը պարզ է, բայց խոր։ Աստծո հետ մենությունը ամրացնում է մեզ։ Երբ մենք ժամանակ ենք հատկացնում աղոթքի, ծոմի եւ Աստծո ձայնը լսելու համար, մենք լցվում ենք ներքին խաղաղությամբ, որ ոչ մի գայթակղություն չի կարող խաստել։ Դու փնտրում ես այդպիսի լռության պահեր։ Թույլ ես տալիս Աստծուն խոսել քեզ հետ։ Ճշմարտությունն այն է, որ անապատը միշտ չէ, որ ֆիզիկական վայր է։ Երբեմն դա փորձությունների, ճգնաժամերի եւ անորոշության ժամանակաշրջան է։ Բայց ինչպես Հիսուսը, մենք կարող ենք անցնել այդ շրջանը վստահությամբ, իմանալով, որ Աստված մեզ հետ է։ Անապատը պարտության վայր չէ, այլ փոխակերպման վայր։ Հենց այնտեղ է ծաղկում իսկական խաղաղությունը։ Ուստի կանգ առ մի պահ, անջատիր բոլոր շեղող գործոնները, գնա հոգևոր անապատ եւ թույլ տուր, որ Աստված թարմացնի քո զորությունը։ Հենց դա արեց Հիսուսը, եւ հենց այնտեղ, լռության մեջ, նա հաղթեց ամենամեծ գայթակղություններին։ Դու էլ կարող ես։ 5. Ներումը, որ ազատում է։ Հիսուսի խաղաղությունը խաչի վրա։ Պատկերացրեք, որ խաչված եք, անտանելի ֆիզիկական եւ հոգևոր ցավի մեջ։ Շուրջը մարդիկ գոռում են, ծաղրում ձեր ցավը եւ տոնում ձեր բարդությունը։ Ինչպես կարձագանքեիք։
Մեզանից շատերը կպատասխանեին զայրույթով, ատելությամբ կամ հուսահատությամբ։ Բայց Հիսուսը արեց անհավատալի բան, նա ներեց։ Տառապանքի գագաթնակետին Հիսուսը նայեց իր մեղադրողներին եւ ասաց. «Հայր, ներիր նրանց, որովհետեւ չգիտեն, թե ինչ են անում»։ Այս խոսքերը մինչև հիմա հնչում են որպես խաղաղության, սիրո եւ կարեկցանքի ամենախոր դրսևորումներից մեկը, որ երբևէ տեսել է աշխարհը։ Հիսուսը մեզ սովորեցնում է, որ ներումը ոչ թե թուլություն է, այլ անհամեմատ զորության ակտ։ Երբ մեզ վիրավորում են, մեր բնական ռեակցիան կառչել վիրավորանքից եւ դառնությունից է։ Մենք մտածում ենք, որ դառնությունը պաշտպանության միջոց է, բայց իրականում հակառակն է տեղի ունենում։ Չներելը մեզ գերի է պահում։ Հիսուսը ընտրեց ազատել իրեն եւ նրանց, ովքեր վնասել էին իրեն։ Ահա մեծ դասը։ Ներումը բերում է խաղաղություն։ Երբ մենք ընտրում ենք ներել, մենք բաց ենք թողնում այն բեռը, որ խոչընդոտում է մեզ խաղաղ ապրելուն։ Սա չի նշանակում մոռանալ կատարվածը կամ ձևացնել, թե ցավ չկար։ Սա նշանակում է իրավիճակը հանձնել Աստծո ձեռքը, վստահելով, որ նա արդար է եւ ամեն ինչ կկարգավորի իր ժամանակին։ Դու նկատել ես, թե ինչպես է վիրավորանքը կործանում ներսից, քունը, տրամադրությունը եւ նույնիսկ առողջությունը։ Բայց Հիսուսը ցույց է տալիս, որ ներումը ազատում է մեզ այդ ցավի շրջանակից։ Նա կոչ է անում մեզ փոխանակել վիրավորանքի ծանրությունը խաղաղության թեթևությամբ։ Եվ ամենակարևորը, նա մեզ չի խնդրում դա անել մենակ։ Նա մեզ հետ է այդ գործընթացի յուրաքանչյուր քայլին։ Մտածիր հիմա, ում պետք է ներես։ Հնարավոր է մեկին, ով խոր վիրավորել է քեզ, կամ նույնիսկ ինքդ քեզ։ Ներում ընտրելը հավատքի քայլ է։ Սա նշանակում է ասել. Աստված, ես այս ցավը հանձնում եմ քո ձեռքը եւ վստահում եմ, որ դու կհոգաս ամեն ինչի մասին։ Եթե այդքան տառապանքների մեջ Հիսուսը կարողացավ ներել, ապա մենք էլ կարող ենք։ Եվ երբ դա անենք, մենք կզգանք աննկարագրելի խաղաղություն։ Սա այն խաղաղությունն է, որ աշխարհը չի կարող տալ։ Հիսուսի խաղաղությունը խաչի վրա մեզ սովորեցնում է, որ ներումը ճանապարհ է դեպի իսկական ազատություն։ 6. Ներքին խաղաղություն։ Մի հոգացեք վաղվա օրվա մասին։ Մենք ապրում ենք դարաշրջանում, երբ անհանգստությունը կարծես գերիշխում է մեր կյանքերը։ Հոգսեր ապագայի, հաշիվների, առողջության, աշխատանքի եւ ընտանիքի մասին լցնում են մեր մտքերը։ Այդ աղմուկի մեջ Հիսուսը թողեց մեզ պարզ, բայց հզոր խոսք. «Մի հոգացեք վաղվա օրվա մասին, որովհետև վաղվա օրը ինքը կհոգա իր մասին»։ Այս խոսքը ավելին է, քան խորհուրդ, սա ազատության հրավեր է։ Հիսուսը մեզ մարտահրավեր է նետում ապրել այսօրվա խաղաղությամբ, չանհանգստանալ այն մասին, ինչ կարող է կամ չի կարող պատահել վաղը։ Հաճախ մենք կրում ենք դեռ գոյություն չունեցող խնդիրների ծանրությունը, կանխատեսելով բացասական սցենարներ, որոնք երբեք չեն իրականանում։ Երբ Հիսուսն ասում է «մի հոգացեք», նա մեզ չի կոչանում անպատասխանատու կամ անտարբեր լինել։ Հակառակը, նա մեզ սովորեցնում է վստահել, որ Աստված, ով հոգ է տանում դաշտի շուշանների եւ երկնքի թռչունների մասին, կհոգա մեր կյանքի բոլոր մանրամասների մասին։ Նա հիշեցնում է, թե որքան ավելի կհոգա մեզ իր զավակների մասին։ Անհանգստությունը գողանում է մեր խաղաղությունը, շեղում մեզ ներկա պահից եւ խոչընդոտում վայելել այսօրվա օրհնությունները։ Քանի անգամ ես բաց թողել այսօրվա ուրախությունը վաղվա մասին անհանգստանալով։ Հիսուսը կոչ է անում մեզ հանգստանալ այն վստահության մեջ, որ Աստված արդեն ապագայում է։ Մեկ ճամփրուտը խորհրդանշում է անցյալի հոգսերը, մյուսը ապագայի անհանգստությունը։ Բեռը այնքան ծանր է, որ դու չես կարող առաջ գնալ։ Իսկ հիմա պատկերացրու, որ Հիսուսը կանգնած է քո առաջ եւ խնդրում է բաց թողնել այդ ճամփրուկները եւ վստահել իրեն։ Նա ուզում է, որ դու ապրես խաղաղ, թեթև եւ կենտրոնացած այսօրվա վրա։ Խոր շունչ քաշիր եւ մտածիր, ինչն է խլում քո խաղաղությունը այսօր, որոնք են քո հոգսերը։ Հիսուսը քեզ կողքին է եւ ասում. «Ես հոգ եմ դանում քո մասին»։ Ապրիր այսօրվա օրը, գոհացիր փոքր հաղթանակների համար, վստահիր, որ վաղվա օրը Աստծո ձեռքում է։ Իսկական խաղաղությունը գալիս է, երբ հասկանում ենք, որ Աստված հավատարիմ է իր խոստումներին, նա մեզ չի թողնում։ Երբ մենք իրեն ենք հանձնում մեր անհանգստությունները, մենք ստանում ենք խաղաղություն, որ գերազանցում է ամեն հասկացողություն։ Սա այն խաղաղությունն է, որ միայն Հիսուսը կարող է տալ մեզ։ 7. Հիսուսը ընտրելով իր աշակերտներին։ Քանի անգամ ես անհանգստություն զգացել կարևոր որոշումներ ընդունելիս։ Ճիշտ ուղի ընտրելու ճնշումը կարող է կաթվածահար անել մեզ։ Այդպիսի պահերին շտապողականությունը դառնում է մեր թշնամին։ Բայց Հիսուսը մեզ սովորեցնում է կարևոր սկզբունք. խաղաղությունը անհրաժեշտ է մեծ որոշումների ժամանակ։
Նախքան 12 աշակերտներին ընտրելը Հիսուսը չգործեց իմպուլսիվ։ Նա գիտեր, որ այդ որոշումը վճռորոշ կլինի իր ծառայության ապագայի համար։ Ինչ արեց նա։ Նա մեկուսացավ աղոթքի համար։ Ղուկասի ավետարանում գրված է. այդ օրերին նա բարձրացավ Սարը աղոթելու եւ ամբողջ գիշեր անցկացրեց Աստծո հետ աղոթքի մեջ։ Հիսուսի այս արարքը մեզ սովորեցնում է երկու կարևոր բան։ Առաջին, կարևոր որոշումները ժամանակ են պահանջում։ Երկրորդ, մեզ պետք է փնտրել Աստծո առաջնորդությունը նախքան գործելը։ Երբ մենք մեկուսանում ենք աղոթքի, արտաքին ճնշումներից հեռու, արդյունքը հաճախ զղջում է։ Բայց Հիսուսը ցույց է տալիս մեկ այլ ճանապարհ։ Նա մեզ սովորեցնում է, որ իմաստությունը գալիս է դադարի, աղոթքի եւ Աստծուն վստահելու միջոցով։ Աշակերտներ ընտրելիս Հիսուսը չնայեց արտաքին հատկանիշներին կամ այն, ինչ գնահատում էր աշխարհը։ Նա տեսավ մարդկանց սրտերը։ Պետրոսը իմպուլսիվ էր, բայց նա տեսավ ավելին, քան նրանց թերությունները։ Սա մեզ սովորեցնում է խաղաղ եւ հոգեվոր խոհեմությամբ որոշումներ ընդունել, վստահելով Աստծո ավելի մեծ ծրագրին։ Իսկ դու փնտրում ես Աստծո առաջնորդությունը կարևոր որոշումներից առաջ, լինի աշխատանքի փոփոխություն, հարաբերություններ, թե նոր հնարավորություններ։ Ընտրիր գործել խաղաղ, մեկուսանալով աղոթքի։ Այս դասը մեզ սովորեցնում է վստահել, որ նույնիսկ երբ մենք չունենք բոլոր պատասխանները, Աստված վերահսկում է իրավիճակը։ Խաղաղությունը գալիս է վստահությունից, որ նա մեզ հետ է յուրաքանչյուր ընտրության մեջ։ 8. Իմաստուն պատասխան, շնորհքով կինը եւ լռության զորությունը։ Պատկերացրեք, որ ձեզ դնում են իրավիճակում, որտեղ բոլորը սպասում են ձեր էմոցիոնալ ռեակցիային։ Հենց դա տեղի ունեցավ Հիսուսի հետ, երբ փարիսեցիները բերեցին շնությամբ բռնված կնոջը, փորձելով թակարդել նրան օրենքի եւ կարեկցանքի միջև։ Բայց փոխանակ խաղալ նրանց խաղը Հիսուսը արեց զարմանալի բան՝ լռեց։ Հովհաննեսի ավետարանում կարդում ենք, որ Հիսուսը խոնարհվեց եւ սկսեց գրել գետնի վրա, անտեսելով շուրջը աղմուկն ու ճնշումը։ Այդ լռությունը շփոթեցրեց մեղադրողներին։ Երբ վերջապես խոսեց, նրա խոսքերը պարզ էին, բայց հզոր։ Ով ձեզանից առանց մեղքի է, թող առաջինը քար նետի նրա վրա։ Հովհաննես 8:7։ Այս դրվագը մեզ սովորեցնում է, որ խաղաղությունը եւ լռությունը անհավատալի զորություն ունեն։ Փոխանակ էմոցիաների ազդեցությամբ արձագանքել Հիսուսը ընտրեց իմաստությունը։ Նա ցույց է տալիս, որ ոչ միշտ է պետք անմիջապես պատասխանել։ Երբեմն դադարը ամենաարդյունավետ պատասխանն է։ Քանի անգամ ենք մենք հայտնվում վեճերի, կոնֆլիկտների կամ սադրանքների մեջ, եւ մեր առաջին ռեակցիան իմպուլսիվ գործելն է։ Մենք պատասխանում ենք զայրույթով, չմտածելով հետևանքների մասին, բայց Հիսուսը մեզ սովորեցնում է իմաստությամբ դադար տալ։ Ավելին, Հիսուսի խաղաղությունը թույլ տվեց նրան տեսնել ավելի հեռու, քան հանգամանքները։ Մինչ փարիսեցիները տեսնում էին միայն կնոջ մեղքը, Հիսուսը տեսավ հոգի, որ փրկության կարիք ուներ։ Հաջորդ անգամ, երբ հայտնվես սադրանքի կամ դժվար իրավիճակում, հիշիր Հիսուսի օրինակը։ Ընտրիր խաղաղությունը, խոր շունչ քաշիր, մտածիր նախքան պատասխանելը եւ ամենակարևորը՝ գործիր իմաստությամբ։ Լռությունը ոչ թե թուլություն է, հակառակը՝ զորության եւ վերահսկողության դրսեւորում։ Հիսուսը ցույց է տալիս, որ խաղաղության օգնությամբ մենք կարող ենք քաոսը վերածել շնորհքի եւ հաշտության հնարավորությանը։ 9. Խաղաղությունը, որ սովորեցնում է Հիսուսը եւ երեխաները։ Հասարակության մեջ, որ գնահատում է միայն մեծ ձեռքբերումները, Հիսուսը արեց զարմանալի բան՝ ուշադրություն դարձրեց երեխաներին։ Երբ աշակերտները փորձում էին հեռացնել նրանց, Հիսուսը ասաց. «Թույլ տվեք երեխաներին եւ մի խոչընդոտեք նրանց գալ ինձ մոտ, որովհետեւ երկնքի արքայությունը նրանց նմաններինն է»։ Այս պարզ, բայց խոր ժեստը մեզ սովորեցնում է, որ խաղաղությունը թույլ է տալիս գնահատել այն, ինչ իսկապես կարևոր է։ Պարտավորությունների եւ ճնշումների մեջտեղում քանի անգամ ենք մենք անտեսում փոքր բաները եւ մաքուր, անկեղծ հավատքը, առանց բարդությունների, վստահություն, առանց վախի։ Նա կոչ է անում մեզ կանգ առնել, շուրջը նայել եւ տեսնել պարզ բաների արժեքը, որոնք մեզ շրջապատում են։ Սա հնարավոր է միայն այն ժամանակ, երբ ընտրում ենք ապրել խաղաղ։ Բացի այդ, Հիսուսը մեզ սովորեցնում է, որ Աստծո արքայությունում մեծությունը չի չափվում զորությամբ կամ կարգավիճակով, այլ խոնարհ սրտով, ինչպես երեխայի։ Քանի անգամ ենք մենք այնքան խորասուզված գործողության մեջ, որ մոռանում ենք Հիսուսի խաղաղությունը, երբ նա ընդունում էր երեխաներին։ Այն կոչ է անում մեզ դանդաղեցնել եւ ապրել ներկա պահով։ Գնահատեք գրկախառնությունը, ժպիտը, պարզ զրույցը, հենց այդ բահերն են իսկական արժեք ունեն։ Ուստի կանգ առ մի պահ եւ մտածիր, գնահատում ես կյանքիդ փոքր բաները, խնամում ես մաքուր եւ վստահող սիրտ, ինչպես երեխայի։ Հիսուսը կոչ է անում մեզ նորից բացահայտել պարզության գեղեցկությունը եւ ապրել այն խաղաղությամբ, որ բերում է իսկական ուրախություն։ Խաղաղությունը մեզ սովորեցնում է սիրով նայել շրջապատող մարդկանց եւ Աստծուն գտնել ամենապարզ պահերում։ 10. Աստվածային համբերություն, Հիսուսը եւ անկատար աշակերտները։
Պատկերացրեք, որ ղեկավարում եք մարդկանց խումբ, ովքեր հաճախ չեն հասկանում ձեր խոսքերը, սխալներ են գործում եւ նույնիսկ կասկածում են ձեզ։ Սա Հիսուսի իրականությունն էր իր աշակերտների հետ։ Նրանք սովորական մարդիկ էին՝ լի թերություններով, կասկածներով եւ սահմանափակումներով։ Այնուամենայնիվ, Հիսուսը դրսևորեց անսասան համբերություն, առաջնորդելով նրանց։ Փիլիպոսի հետ զրույցում շատ տարիներ միասին լինելուց հետո նա դեռ չէր հասկանում, թե ով է կանգնած իր առաջ։ Փիլիպոսն ասաց. «Տեր, ցույց տուր մեզ Հորը եւ բավական է մեզ»։ Հիսուսի պատասխանը լի էր խաղաղությամբ եւ համբերությամբ։ «Այդքան ժամանակ եմ ձեզ հետ եւ դու ինձ չես ճանաչում, Փիլիպոս»։ Հիսուսը կարող էր հուսահատվել կամ հրաժարվել, բայց նա խնդրեց սիրով սովորեցնել։ Քանի անգամ ենք մենք կորցնում համբերությունը շրջապատողների հետ, լինի աշխատավայրում, ընտանիքում, թե նույնիսկ ինքներս մեզ հետ։ Մենք ուզում ենք արագ արդյունքներ եւ անմիջական փոփոխություններ, բայց Հիսուսը մեզ սովորեցնում է, որ փոխակերպումը գործընթաց է եւ համբերությունը սիրո պտուղ է։ Հիսուսը գիտեր, որ աշակերտները անմիջապես կատարյալ չեն դառնա։ Պետրոսը ուրացավ նրան, Թովմասը կասկածեց հարությանը, Հուդան դավաճանեց։ Այնուամենայնիվ Հիսուսը մնաց խաղաղ, առաջնորդելով նրանց իմաստությամբ եւ ողորմությամբ։ Դասը ակնհայտ է։ Խաղաղությունը գալիս է, երբ հասկանում ենք, որ աճը ժամանակ է պահանջում։ Իսկ դու համբերատար ես շրջապատողների նկատմամբ։ Հիշիր, որ ինչպես Հիսուսը համբերատար էր աշակերտների հետ, այնպես էլ համբերատար է քեզ հետ։ Մենք բոլորս փոխակերպման գործընթացում ենք։ Մի հանձնվիր ոչ մարդկանց, ոչ ինքդ քեզ։ Երբ ընտրում ենք խաղաղություն եւ համբերություն, մենք արտացոլում ենք Քրիստոսի սերը։ Սա չի նշանակում անտեսել սխալները, այլ ուղղել դրանք իմաստությամբ եւ մեղմությամբ։ Համբերությունը բերում է խաղաղություն եւ փոխակերպում հարաբերությունները։ Ուստի հետևիր Հիսուսի օրինակին։ Զարգացրու համբերություն քո կյանքում, իմանալով, որ Աստված աշխատում է մեզանից յուրաքանչյուրի մեջ, նույնիսկ երբ արդյունքները անմիջապես տեսանելի չեն։ 11. Խաղաղարարները։ Իսկական խաղաղությունը ծնվում է խաղաղության մեջ։ Աշխարհում, որտեղ կոնֆլիկտները ամենուրեք են, խաղաղարար լինելը զորության ամենամեծ դրսևորումներից մեկն է։ Հիսուսը մեզ սովորեցնում է դրան Նագորնայի քարոզում. «Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ կկոչվեն»։ Խաղաղարար լինելը չի նշանակում խուսափել կոնֆլիկտներից ցանկացած գնով, այլ խաղաղություն եւ հաշտություն բերել այնտեղ, որտեղ գերիշխում է պառակտումը։ Սա նշանակում է ունենալ իմաստություն, լսել նախքան խոսելը եւ գործել սիրով։ Հենց այդպես էր գործում Հիսուսը, լարված իրավիճակները վերածելով բժշկության պահերի։ Երբ աշակերտները վիճում էին, թե ով է ավելի մեծ Աստծո արքայությունում, Հիսուսը խաղաղություն բերեց այդ զրույցին, հանգիստ բացատրելով, որ իսկական մեծությունը ծառայության մեջ է։ Հիսուսը ցույց է տալիս, որ խաղաղությունը ոչ միայն կոնֆլիկտների բացակայություն է, այլ գործողությունների ներկայություն, որոնք նպաստում են միասնության եւ սիրո։ Խաղաղությունը մեզ մարտահրավեր է նետում ընտրել մեկ այլ ճանապարհ։ Խաղաղարար լինելը պահանջում է խոնարհություն, էմոցիոնալ վերահսկողություն եւ կամուրջներ կառուցելու պատրաստակամություն, փոխանակ պատեր բարձրացնելու։ Երբևէ մտածել ես, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ քո վարքը լարված իրավիճակում։ Երբ ընտրում ենք խաղաղարար լինել, մենք արտացոլում ենք Աստծո սիրտը։ Մենք դառնում ենք այն խաղաղության գործիքներ, որ Հիսուսը բերեց աշխարհ։ Սա այն խաղաղությունն է, որ նա թողեց իր հետևորդներին։ Մենք կոչված ենք այդ խաղաղությունը տանել ամենուրեք՝ տուն, աշխատավայր, սոցիալական ցանցեր։ Մեր յուրաքանչյուր ընտրությունը կարող է դառնալ հաշտության հնարավորություն։ Ուստի ընտրիր խաղաղարար լինել։ Թող Հիսուսի խաղաղությունը առաջնորդի քո խոսքերն ու արարքները, որովհետև երանի խաղաղարարներին, որովհետև նրանք արտացոլում են Աստծո իսկական բնավորությունը։ 12. Խոստումը թեթևացման։ Եկեք ինձ մոտ։